Ողջույն ավետիս 2 տարի անց կրկին ուրախ եմ գտնվել այստեղ, իսկապես նայում եմ մարդիկ արդեն ապրում են, ճարտարապետությունն ու լանդշաֆտը ուղղակի հիանալի, այսպես էր պատկերացնում համանուն։ Բարև Արամ ջան, շատ ուրախ եմ քեզ նորից հյուրընկալել։ Նախագիծը պատկերացնելը դա իհարկե մի քիչ ավելի հեշտ էր, քան թե պատկերացնել, թե ինչ էմոցիաներով են մարդիկ այստեղ ապրելու։ Գիտես, Ամանուի նախագծի վրա աշխատելը տարբեր փուլերում տարբեր հաճույք էր պատճառում, բայց կարծում եմ այս ավարտին, երբ որ սկսեցին բնակվել, երբ որ կյանք մտավ նախագծում, դա լրիվ գերբնական մի ուրիշ հաճույք է, որովհետև այն ինչ որ դու նախագծել էիր, արդյունքում ստացվեց դա ինչ որ մեկի կենցաղն է, ինչ որ մեկի պատոհանից տեսարանն է, ինչ որ երեխայի մանկության հիշողությունն է։ Սկզբից ընդհանուր նախագիծն է իր պատկերացնում, բայց անհնար էր պատկերացնել էմոցիաները ապրելուց, երբ որ մարդ գիշերը ժամը 12-ին դուրս է գալիս պատշգամբ եւ ինքը քո ստեղծած, քո պատկերացրած մի աշխարհում իր հանգիստ ու կյանքն է վայրում։ Բայց վստահ եմ շինարարության ընթացքում բարեկարգման, երբ որ արդեն լանդշաֆտով էր զբաղվում, առաջացան հարցեր, որոնք ի սկզբանե չէիք էլ նախատեսել, չէ՞, ստիպված եղաք, ինչպես ասում են, տեղում հարցերը լուծել։ Երբ կառուցում ես, հասնում ես մի հարթություն, հասկանում ես, որ այստեղ օրինակ կարող է գետի հունը մի փոքր այլ լինի, քանի որ այս պատոհանից նա ավելի է ընդգծվելու կամ այս ծառը կարելի է այստեղ տնկել, որտեղ նա ավելի լավ զովություն է ապահովելու։ Իհարկե, հատկապես լանդշաֆտը դա կարելի ասել ամբողջովին իմպրովիզային աշխատանք էր հենց տեղում։ Շատ բակերում եմ եղել եւ մեծ մասամբ բոլորիս ծանոթ կառուցվածք ունեն բակերը, ստանդարտ։ Այստեղ մի քիչ այլ մոտեցումներ են անմիջապես երևում, թե կազմակերպչական, թե կառուցվածքային, իսկ բնակչի համար լավ է դա։ Իհարկե, ավանդական բակերից մեր բակերը տարբերվում են։ Ասեմ, որ մեր զրուցարանները բնակիչների համար ունեն տարբեր կառուցվածք, տարբեր նշանակությունների համար տարբեր տեղանքում են գտնվում, իսկ երեխաների համար մեր բակերը մի քիչ ավելի վայրի են։ Իհարկե, բակերը վայրի անտառ հիշեցնող եւ մշակված այգիների սիմբիոզն են, կարելի ասել, քանի որ մեր համար շատ ավելի կարեւոր էր, որ շենքերին հարակից հատվածները լինեն շատ ավելի գեղատեսիլ եւ դրանք ապահովեն բնակչի հանգստությունը։ Իսկ երեխաների համար առանձնացված հատված ունենք, որտեղ որ երեխաները իրենց խաղերն են կազմակերպելու։ Կարծում եմ, որ այս բնության մեջ կարելի է երեխային տալ գնդակ, չգիտեմ, ձկնորսական փայտ եւ տալ լիքը ֆանտազիաներ, որը որ կարող է իր խաղերը այստեղ կազմակերպել։ Դե Ամանուն դա բարձր պարիսպների ետևում պասպարված մի փոքրիկ օազիս է, մի տեսակ շատ չի կտրված քաղաքային միջավայրից, ինչ ես կարծում։ Ասեմ, որ այո, քաղաքային միջավայրից մենք կտրված ենք, քաղաքի աղմուկից, փոշուց եւ խցանումներից մենք ամբողջովին անջատված մի փոքրիկ օազիս ենք, սակայն ասեմ, որ սա ինքնաբավ թաղամաս է։ Մենք ստեղ ունենալու ենք թե խանութներ, թե մանկապարտեզներ, թե ժամանցի վայրեր, թե գեղեցկության սրահներ։ Ի սկզբանե նպատակը եղել է, որպեսզի բնակչին քաղաքային միջավայր դուրս գալու պատճառները նվազեցնենք։ Մենք ստեղ ունենք լողավազան, ունենք բացօթյա եւ փակ ֆիթնես ակումբներ, որը որ մինիմալացնելու են քաղաքային միջավայրի անհրաժեշտության, այսպես ասած, դուրս գալու կարիքը։ Իմիջիալոց այստեղ գալուց նոր ճանապարհով եկա, ինչպես որ խոստացել էի, այո, այն կառուցվել է ոլորաններով շատ հարմար, 2-3 րոպեվա ճանապարհ անմիջապես Արալանջից, ով է սպասարկելու այդ ճանապարհը։ Ողջ թաղամասը, ինչպես նաև հարակից տարածքը, նաև ճանապարհը սպասարկելու է մեր կազմակերպությունը։ Իսկ ճանապարհը շատ ավելի հատկանշական է, քանի որ մենք ունենք այնտեղ նաև պարտավորվածություն համայնքի հանդեպ ունենալ 2-ից 3 հեկտար կանաչ գոտի, որը որ կանաչն ապահովելու է մեր ընկերությունը։ Արդեն եթե տեսար այնտեղ բավականին հասուն ծառեր ենք տնկել եւ բնապահպանների հետ, դենդրոլոգների հետ այդ հատվածը վերականգնելու ենք նախկին կորցրած անտառի բնաշխարհը, որտեղ եւ ապրում են մեր աղվեսները, որի մասին մենք խոսում էինք։ Այստեղից այս բարձունքից շատ լավ երևում է, որ Երևանում համատարած մասշտաբային շինարարական պրոյեկտներ են իրականացնում, այդ թվում մի քանի համաշխարհային բրենդեր եւ արդյոք կարելի է Ամանուն համեմատել այդ թաղամասերի հետ։ Դες մենք երբևիցե չենք համեմատվել եւ փորձել ենք այդ մրցակցությունից դուրս լինել։ Ես չեմ կարծում, որ ընտանիքի բարեկեցության համար կարևոր են ապրանքանիշները։ Իհարկե, Ամանուն այսօր ունի եւ այլում է հեղինակություն, ունի նաեւ բավականին մեծ ճանաչում, սակայն երևի մթնոլորտի ցանկանալիության տեսակետից Ամանուն կարելի է
ընդհանուր ներկայացմամբ ասել, որ նա լուրջ քեղության ապրանքանիշ է եւ մենք շատ ավելի համեստ ենք, նրբաճաշակ ենք, գեղեցիկ ենք եւ կարծում եմ, որ մեզ մոտ առավելությունը դրված է այստեղ ապրելու զգացմունքայնության, քան թե ապրանքանիշի հզորության մեջ։ Ես այսօր գրեթե մեկ ամբողջ օր անցկացրեցի եւ աշխատակիցները ծանոթացրեցին ինձ այն առաջիկա նախագծերին, այդ թվում է Սարին պրոյեկտին, շատ տպավորիչ են, ֆանտաստիկ ճարտարապետական լուծումներ, միայն տանիքը ինչ արժե։ Իսկ կարելի է ասել, որ Սարինը այս պրոյեկտի կատարելագործված տեսակն է կամ տարբերակը։ Իրականում ոչ, քանի որ նրանք լիովի տարբեր նախագծեր են։ Եթե ընդհանուր առմամբ փորձեմ ավելի հակիրճ նկարագրեմ, Սարինը շատ ավելի դինամիկ կառույց է։ Այնտեղ հարևանների միմյանց հետ շփումը շատ ավելի հաճախակի է լինելու։ Դա կլինի մարզասրահում, լողավազանում, հանգստյան մեծ, այսպես ասած, գոտիներում։ Եվ կարծում եմ, որ բնակիչները, որոնք հիմա ընտրություն են կատարում, մենք հաշվի ենք առնում նրանց առօրյան նախասիրությունները եւ երկու տարբեր առաջարկներ են։ Ընդ որում ինձ համար հաճելի բացահայտում, որ Սարինն էլ պրոյեկտի ավարտը չէ, այսինքն դեռ հաջորդիվ ծրագրած պրոյեկտներ կան։ Իրականում Սարինը մեր երկրորդ նախագիծն էր։ Մենք ունենալու ենք եւս 5-ը, որոնք կներկայացվեն հաջորդ 10 տարիների ընթացքում, եւ յուրաքանչյուր նախագծում կլրացվի այն մի փոքրիկ, չասեմ բացը, բայց այն կարիք ունեցող հանգամանքը, որը որ կլրացնի յուրաքանչյուր շինության։ Օրինակ, մեր մյուս նախագծերից մեկում կունենանք ձմեռային այգիներ, կունենանք խանութներ, սպորտային մի քանի անգամ ավելի մեծ ակումբներ։ Կարծում եմ, որ ամանուն շատ դեռ պատմելու։ Իսկ յուրաքանչյուր արդեն իրականացված պրոյեկտի բնակիչներին հասանելի լինելու են այդ բոլոր հաճույքները։ Իրականում Փարիզներից ներս մեր բոլոր բնակիչները վայելում են ամբողջ տարածքը, յուրաքանչյուր հարմարավետ նորամուծություն, դա բոլոր բնակիչների համար են։ Երևանի օդը աղտոտված է շատ եւ այս բարձունքի վրա լինելը ոչ միայն լավ տեսարանի առումով է շահեկան, այլ նաեւ օդի մաքրության։ Չափումներ արել եք։ Իրականում կիսում եմ քո այդ կարծիքը, Երևանում բավականին օդը աղտոտված է, սակայն ասեմ, որ այստեղ կարող ես լիաթոք շնչել։ Մենք գտնվում ենք բարձրունքին Երևանի եւ մենք ունենք հյուսիս-արևմտյան քամի, որը որ մեզ բերում է հյուսիսային կողմից մաքուր օդ, որը որ մեզանից հետո շարունակվում է դեպի կենտրոն համայնք։ Կարծում այս կանաչը, այս զովությունը, ջրային գոտիները մի քանի անգամ էլ ավելի շատ են մաքրում եւ զովություն տալիս։ Սովորաբար թաղամասերը շահագործման հանձնելուց հետո խնդրահարույց հարցերից մեկը սպասարկումն է։ Շատ ընկերություններ շինարարական շահագործման հանձնելուց հետո արտապատվիրակում են այդ ծառայությունները մեկ ուրիշ ընկերության։ Ձեր դեպքում, որքան գիտեմ, դուք ինքներդ եք իրականացնելու սպասարկումը, բայց օրեցօր մեծացող թաղամասի պայմաններում դա դժվար իրականացվող պրոյեկտ չէ։ Իրականում շինարարության ընթացքի 3 տարիները ցույց տվեցին, որ բավականին մեծ մարտահրավեր է մանատիպ մեծ տարածք սպասարկելը մաքրության, անվտանգության տեսակետից։ Սակայն ասեմ, որ ինչպես տեսնում ես, մեզ մոտ մաքուր է, մեզ մոտ կանաչ է եւ մեզ մոտ այս ամեն ինչը արդեն կարելի ասել լավ փորձով է հիմնավորված։ Տարածքը շատ մեծ է եւ նկատեցի, որ այստեղ տարածքում աշխատում են էլեկտրական տրանսպորտային միջոցներ։ Դա մասնավոր դեպքեր են, թե մշտապես շրջանառության մեջ գտնվող սպասարկման ինչ-որ մի մասն է։ Իրականում դրանցից մենք մի քանիսն ունենք եւ նախատեսում ենք ավելացնել։ Նրանցից որոշները հասանելի են հատկապես բնակիչներին, նրանց տեղաշարժման համար են։ Նրանք ավելի էսթետիկ, ավելի էկոլոգիապես մաքուր եւ անձայն տրանսպորտ են եւ հիմնականում իրանց ցեք օգտվում։ Եթե տեսնես, նաև հեծանուղիներ ունենք եւ կարծում եմ հեծանիվներին մի քիչ ավելի շատ առավելություն ենք տալիս, դա առողջ ապրելակերպի եւս մեկ հանգամանք է։ Մենք չխոսացինք մեր բացօթյա սպորտային հատվածի մասին, մենք հիմա նախագծում եւ կառուցում ենք հայց լճակին հատակից հատվածում ունենալու ենք բացօթյա մարզման կետ, որտեղ որ մեր առողջ ապրելակերպի ապահովման կարևորագույն հատվածներից մեկն է լինելու։ Ունենալու ենք նաև վազքուղի, որը որ մասնագետների հետ հիմա քարտեզագրում ենք, ասեմ դա 5 կիլոմետր երկարության վազքուղի է, որը ռիլիեֆային է։ Ավետիս եւ ամփոփելով մեր զրույցը կարելի է ասել, որ այս պրոյեկտում դուք իրականացրեցիք այն ընտանեկան հանգստի կոնցեպտը, որի մասին երազում էիք դեռ 2 տարի առաջ, եւ արդյոք
Ամանուն դարձավ այն, ինչ ի սկզբանե պատկերացնում էիք։ Իրականում այո, միանշանակ համաձայն եմ, որ այն ինչ որ մենք պատկերացնում էինք ամանոյում ապրելու տեսակետից, ընտանեկան այդ միջավայրի տեսակետից, այդ հանգստի կատարվեց։ Սակայն ասեմ, որ շատ ավելի հատկանշական է այն հանգամանքը, որ մեր բնակիչներն այսօր իրենց սեփականությունը համարում են ոչ թե շքամետքից ներս իրենց բնակարանը, այլ անմիջապես դարպասից ներս եւ շատ անգամ դարպասներից դուրս միջակայքը, եւ ես կուզենայի, որ այս գաղափարը վերաբերվեր քաղաքին, հայրենիքին եւ սա լիներ ուղղակի տարածվող հետաքրքիր մոտեցում մեր հայ համայնքի Այս համար։ ճիշտ է հասկանում, որ ոչ թե մեր տունը ամանուում է, այլ մեր տունն է ամանում, հա, այդպես երևի։ Այո, իհարկե։ Մեր հասցեն ամանուն է։